Այս գումարը ռեալ գումար է, այս գումարը նրանք պարտավորություն, ընդ որում Թուրքիայի համար դա ահռելի մեծ գումար չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները, նրանք արդեն 1000 տարվա փոխհարաբերություններ են։ 18 թվին ունես կռիվ ես տվել, աղջիկ ջան, տղա ջան։ Բոլորին տարել կոտորել են, դնում մորթում են իր եղբայրներին։ Առանց գետինը մտնելու դուք հայ եք, հայ եք դե։ Թուրքերի հետ առևտուր են կարել, թուրքերի հետ կարելի լավ առողջ անել։ Խայտարակությունն է, որ համ տգետ են, համ դավաճան են։ Սատանա Լենինի այսպես ջանքերով հայերը դերձորում ինչպես էին հասել։ Ոչ թե դեր ստրիկաներին ցույց տակ կամ չգիտեմ ձեր հիմար ժամանակի հերոսներին, այլ Հենրիկ Մխիթարյան ցույց տակ։ Դու ես հիմա Սուլթանդարը մտածում եկել են իրեն էլ սպանել։ Թուրքերը սրանք են։ Միավորվելու ենք ու հաղթելու ենք։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր մեր հյուրն է տնտեսագետ Հայաքվե միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարով եք եկել, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, տեսեք ինչ ուշագրավ բան եք դուք ասում։ Թուրքիան Հայաստանին պետք է վճարի շուրջ 75 միլիարդ 600 միլիոն եվրո։ Այս լուրից հետո թուրքական եւ հատկապես ադրբեջանական մամուլը իրար խառնվեց, հա, մեդիատիրույթում կատաղել էր թշնամին։ Ինչով սա պայմանավորել եւ որտեղից ձեր այսպիսի թվեր, համեցեք։ Բնական է, որ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները նրանք մեկ օրերի, տարիների ընդամենը փոխհարաբերություն չեն։ Նրանք արդեն 1000 տարվա փոխհարաբերություններ են եւ այդ 1000 տարվա փոխհարաբերությունների կարելի ասել գագաթնակետը, նրանց ոճրագործությունների գագաթնակետը հանդիսացավ հայկական ցեղասպանությունը։ Հայկական ցեղասպանությունը կատարվեց առաջին համաշխարհային պատերազմի այդ տարիներին, օգտվելով առիթից, օգտվելով ընդհանրենք հայկական բնակչության Ռուսաստանին նկատմամբ, ցարական Ռուսաստանի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքից, որը որ պատահական չէր, հաշվի առնելով հարյուրավոր տարիների թուրքական հալածանքները, մարդասպանությունները, թալանումները, զրկումը, եւ առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո դաշնակիցները, Անտանտայի մասնակիցները, նրանք պարտված, ծնկի եկած, այդ նսեմացված, տորացված կարելի ասել եւ մասնատման եզրին գտնվող Թուրքիային պարտադրեցին, որպեսզի նա գա ներկայացնի իր առաջարկները եւ նրան նույնիսկ առաջարկները ներկայացնելու հնարավորություն չտվեցին, որոշեցին եւ այդ որոշման տեղը դա Փարիզի խաղաղության կոնֆերանսներ, որտեղ հրավիրված էր միայն գերմանական կողմը մասամբ, թուրքական կողմը ընդհանրապես սպասում էր իր դատավճիռին, այսպես ասենք։ Եվ այդ ժամանակ, որպեսզի հաշվարկեն եւ դաշնակիցներին պատճառված վնասները, ուղղակի եւ անուղղակի, նրանք Թուրքիային առաջադրեցին այդ ունեցվածքային փոխհատուցման սխեման։ Ունեցվածքային փոխհատուցումը ընդ որում տարածվում էր հայերի վրա, բույների վրա, ասուրիների վրա։ Ստեղծվեց համապատասխան հանձնաժողով եւ հանձնաժողովի կազմում կային ամերիկյան գնդապետներ, կային անգլիական գնդապետներ եւ ֆրանսիական ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, քաղաքացիական, եւ այս հանձնաժողովը մոտավորապես 2-3 ամիս հնարավորության սահմանում իհարկե բավականին մոտարկված նրանք հավաքեցին այդ տվյալները, թե հայկական էթնոսին, քաղաքացիներին եւ Արևելահայաստանում եւ Արևմտյան Հայաստան ինչպիսի ունեցվածքային, այսպես ասած, հարցեր են առաջացել նրանց այդ վնասների փոխհատուցման հետ կապված։ Նրանք հաշվարկեցին գումարը, դա մոտավորապես
Արևելյան Հայաստանի, Ռուսաց Հայաստանի համար կազմում է մոտավորապես 5 միլիարդ ֆրանսիական ֆրանկ, իսկ Արևմտյան Հայաստանի համար հաշվարկը կանգնել է մոտավորապես 14.5 միլիարդ ֆրանկի վրա։ Դա ներկա համադրման գործակիցներ կան, երբ որ դա համադրում ենք, այդ գումարը կազմում է ներկա միասնական եվրոպական արժույթով մոտավորապես 76.5 միլիարդ եվրո։ Դա փաստաթղթավորված աշխատանք է։ Այդ փաստաթղթավորված աշխատանքը նշանակում է, որ Թուրքիային առաջին անգամ պարտադրվել է թղթային ձևով, փաստաթղթային ձևով հաշվարկ, եւ թուրքերը բնականաբար թուրքական ազգայնականները, քեմալիստները փորձեցին խուսափել այդ ամենից, հետագան եղավ Սանրեմոյի հանդիպումը, հետո եղավ զանազան մնացած հանդիպումներ եւ այս հանդիպումների արդյունքում կարելի է հայկական հարցը այդ հիմնականի լուծումից դուրս մնաց եւ այստեղ կարծես թե մեղավորություններ նաեւ հայկական կողմը, որովհետեւ հայկական կողմը այդ համաժողովների ժամանակ բացարձակ ագրեսիվ այսպես պահանջներ ներկայացրեց։ Ընդ որում պահանջները ներկայացնելու ժամանակ հետաքրքիր միջադեպ եղավ, հետաքրքիր մի ուղղությամբ գնաց, եւ որ Հայաստանի կառավարությունը առաջին հանրապետությունը հանձնարարել էր վարչապետին Ավետիս Սահրոնյանին, որպեսզի նա բավականին համեստ դիրքորոշում տարածքային վեճերի հետ կապված, այդ ունեցվածքների հետ կապված, վնասների փոխհատուցման հետ կապված բավականին համեստ, այսպես ասած, պահանջների ներկայացրել, բայց հայկական կողմը Նուբար Փաշայի եւ Ավետիս Սահրոնյանի հավանաբար նրանց գլխապտույտի մեջ էին, որտեղ առաջին անգամ ձևավորվել էր Հայաստան եւ այդ հիդրովուլսոնի հաշտարավճռի օգնությամբ, հնարավորությամբ Հայաստանը լինել էր մի հզոր պետություն, Հայաստանի պաշտպանված պետություն, որտեղ առնվազն 20 տարի դաշնակիցները խոստանում են Հայաստանին օգնել զենքով, զինամթերքով, քաղաքական աջակցությամբ եւ 160,000 քառակուսի կիլոմետրանոց տարածք էր լինելու Հայաստանի տարածքը։ Ինչևէ, այս հարցը արդեն դուրս եկել, այս հարցը իհարկե պատմության որոշակի շղարշ է դրա վրա դրված, բայց մի կարևոր խնդիր կա։ Թուրքական կողմը միշտ փորձել է հնարավոր խարդավանքներով, հնարավոր մարդկանց տարատեսակ գումարներ տալով, գիտնականներ անհայտ եւ ոչ հայտնի գիտնականների մոբիլիզացնելով փորձել է հայկական հարցը միշտ սքողել, հրաժարվել նրանից նենգափոխել եւ թյուր կարծիք ձևավորել համաշխարհային հասարակության մեջ, նաեւ գիտական որոշակի շրջաններում։ Բայց մի բան ակնհայտ է, որ կան այս փաստաթղթերը, այս փաստաթղթերի հետ կապված, եթե նրանք սպանությունների, աքսորի հետ կապված դիտարկում են, փորձում են դիտարկել որպես պետական միջոցառում սահմանը ամրապնդելու համար եւ հայկական ռուսների նկատմամբ բարենպաստ տրամադրված տարը սահմանից ետ քաշելու, հեռացնելու հետ կապված ինչ-որ այս խարդավանքներ են գնում, կոնկրետ այս թեմայում մենք ունենք փաստաթղթեր եւ փաստաթղթերում ամրագրված այս գումարը։ Այդ փաստաթղթերը կարելի է միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնել։ Իհարկե կարելի է միջազգային բոլոր կառույցներում։ Այսինքն կարա հետ ինչ-որ քեյս լինի, որին շարունակաբար հետևողական լինելու դեպքում դրա արդյունք ունենանք։ Իհարկե ցավալի է, որ Եթե այո, ապա ինչու չենք անում։ Ինչու չենք անում։ Իհարկե ցավալի է, որովհետեւ մենք ապրում ենք այսպես ասած կեղծ իրական Հայաստանում, ներկա քաղաքական վարչախմբի կողմից առաջ է դարձել թեզի Հայաստան, եւ այս վարչախումբը որդեգրել է մի քաղաքականություն եւ իրականացում է ամենօրյա ճիզվետային համառությամբ, որ նա փորձում է հրաժարվել եւ ցեղասպանությունից, եւ ցեղասպանության հետ կապված մնացած բոլոր փոխհատուցումներից։ Ընդ որում ձեզ ասեմ, պարոն Մուրադյան, որ ժամանակի մոտավորապես 20 տարի առաջ ամերիկյան ապահովական ընկերություն կար, որը որ պարզեց, որ իհարկե պարզել է դա պատահական չեղավ, այստեղ համառ աշխատանք կատարվեց փաստաբանական խմբի կողմից եւ պարզեց օրինակ մոտավորապես 20 միլիոն դոլարի ունեն հայկական ներգրավված պարտատոմսեր, արժե թղթեր, որը նրանց կանոնադրական կապիտալի մեջ մեծ նշանակություն ունեցել, կշիռ ունեցել եւ այս դատական կարգով փաստաբանական թիմի լավագույն աշխատանքի արդյունքում դրանք փաստաբաններից մեկը ամերիկյան հանրահռչակ Մարկուսն էր։ Ես հիշում եմ, թեման ակտիվացավ, նույնիսկ այստեղ մարդիկ Այդ թեման ակտիվացավ, ընդհանրում դա իր տրամաբանական ավարտին հասավ, որովհետև
փաստաթղթերի քանակը, փաստաթղթերի բովանդակությունը, ծավալը եւ փաստաթղթերի բնույթը, նրանց պարունակությունը ուսումնասիրել, հասկացավ դատարանը, որ գումարը պետք է փոխհատուցվի։ Ամերիկյան կողմը փոխհատուցեց գումարը, իհարկե Հայաստանում հիմնականում ժառանգները ստացան $1000-ից մինչև $3000 այսպես փոխհատուցումներ, նույնպիսի process ծագեց նաեւ ֆրանսիական ապահովական խոշոր կազմակերպություններից մոտ։ Պարզեց, որ այդտեղ հայկական կողմը, հայկական էթնոսը, մեր քաղաքացիները, Ռուսահայաստանի կամ Արմենիան Հայաստանի նորից ներդել են գումարներ, ունեցել են պարտատոմսերի քանակներ եւ այդ գումարը նորից ստատանում էր մոտավորապես $20 միլիոն սահմաններում։ Բայց ցավոք ֆրանսիական կողմը փաստաբանական զանազան խարդավանքների միջոցով զանազան թեմայից փախնելու թեման այսպես ասած ժողովրդական լեզվի կտուր գցելու միջոցով դատարանում հասավ հաջողության եւ արկախեց այդ գումարները վճարումը ցեղասպանության ժամանակ նրանց մոտ ներդրումներ կատարած քաղաքացիների ժառանգների գումարները վերադարձնելու համար։ Հիմա այս թեման կա Այս թեման կա կամ փաստաթղթերը, կա Փարիզի կոնֆերանսի որոշումը, կա իմ հիշատակած հանձնաժողովի աշխատանքը, արձանագրություններ, այդ արձանագրությունները չեն վերացել, նույնիսկ ցանկության դեպքում, կարելի թե ցանկության դեպքում, իսկ կարելի այս փաստաթղթերը բոլոր վերցնել եւ անպտուղ եվրոպական դատարանների դռները այսպես ասած մանեկող հայկական Հայաստան ներկայացուցիչները, որոնք ժամանակ առ ժամանակ SMS հաղորդակցության միջոցով ազատվում են, դուրս են գալիս եւ անհայտանում են, այսպես ասած, կարելի է նորմալ մարդիկ այնտեղ գործել, իհարկե ցանկության դեպքում քաղաքական որոշման արդյունքում եւ հասնել հաջողության։ Թուրքիան պիտի իմանա, որ ինքը հայկական արյունը մարսեց, բայց ինքը անընդհատ գտնվել է հարվածի տակ, ենակ պարտավորությունը, ենակ այդ պարտավորությունը պետք է կատարեն գոնե ժառանգների մոտ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Մնում է Հայաստանի իշխանությունները լինեն ոչ թե թուրքասեր, այլ հայապաշտ, հետևողական տանեն այս հարցը եւ արդեն իսկ այդ փոքրիկ, այսինքն նախադեպ կա փոխհատուցման առավելևս որ փաստաթղթային ուղղակի ինչքան գնում է ժամանակը այնքանի վնաս մեզ է աշխատում, որտեղ ժառանգներին ավելի դժվար է լինելու փաստաթղթեր, բաներ եւ այլն եւ այլն։ Պարոն Մուրադյան, հարցը գիտեք որտեղ է։ Շատ կարճ որտեղ էլի թեման կա։ Հարցը ցանկության մեջ է։ Հարցը ցանկության մեջ է։ Նույն հաջողությամբ Գերմանական Ֆեդերատիվ Գերմանիայի Հանրապետությունը ժամանակի ընթացքում հրեական ցեղասպանության զոհերին եւ նրանց ժառանգներին տալիս է միջև հիմա կատարում են վճարումներ։ Միջև հիմա ընդ որում վճարումների զգալմասը ճիշտ է Գերմանիային պարտադրվել է հաղթող պետությունների կողմից, բայց դրա հետ միասին գերմանացիները դա վերջոճո Գերմանիան աշխարհին Բեթհովեն է տվել, Բախ է տվել, Գյոթե է տվել, Հայնե է տվել, գերմանական պետությունը իր մեջ նաև բարոյական նկարագիրն է բարձր ձևակերպումներ եւ գերմանական պետությունը գնաց, հասկացավ եւ միջև հիմա կատարում է այդ եւ ռեպարացիաների հետ կապված վճարումները եւ կատարում նաեւ քաղաքացիների ժառանգներին վճարումները։ Դուք Գերմանիային համատում եք Թուրքիայի հետ։ Այստեղ գիտեք հետաքրքիր հարց կա, որովհետեւ մենք քաղաքակիրթ իսկապես ֆանտաստիկ մշակույթ ու բան տվա արվեստ, ել չեմ ասում կինո եւ այլն ֆուտբոլի մասին չխոսամ, մարդկանց տված, մարդկությանը տված երկիրը համեմատել բարբարոս մի պետության հետ, որ մինչև օրս ուղակի մարդասպանությունը, ուղակի ցեղասպանությունը խրախուսում է, ավելին երեխա է սպանում ու 21-րդ դարում հեռախոսով սիրային ցույց է տալիս ու դրանից հաճույք են ստանում համեմատում եք։ Սրանց հետ պետք է ուրիշ լեզվով խոսել, մեր պապերը ասել են ոնց էլի։ Թուրքական էթնոսի հետ կապված ես մի ընդամենը փոքրում ես օրինակ բերել, որ կհամոզի, որ նրանց բարոյականության հետ կապված, մարդասիրության հետ կապված, եւ դրանց վրա ապավինելու։ Ինչ համոզել պետք է Արսեն Թորոսյանին, որ տեսնեք համոզեք։ Ես Արսեն Թորոսյանին, գիտեք, չեմ պատրաստվում
գոյություն չունեցող մարդու հետ ինչ-որ զրույցն, որտեղ նրա հետ զրույցը կարծում եմ այլ տեղ գնա, այլ հնարավորություն եւ այլ միջոցներով, բայց նայեք թուրքական մի օրինակ բերեմ։ Մոտավորապես 1500-ական թվականներից սկսած, երբ թուրքերը հայտնվեցին առաջավոր Ասիայում, թուրքական պետության ղեկավարության մեջ, էլիտայի մեջ ձևավորված էր ընդհանուր օրենսդրորեն ձևավորված էր թույլատվություն յուրաքանչյուր սուլթանը առաջին իսկ գիշերը, երբ նրան հնարավորություն էր տրվում, եւ նա արդեն գիտե, որ նա ինքը դառնում է սուլթան, այդ գիշերը ինքը որպես կանոն, եւ դա օրենսդրորեն ամրագրված էր, սրախոխերան իր բոլոր եղբայրներին։ Դուք պատկերացնում եք 18-19-20 հոգի եղբայրներին, այդ մարդիկ իր հրամանով կամ անձնապես ինքը սրախոխորը գիշերը կախել են, խեղտել են, ոչնչացրել են, կոկորտները գտել իրենց հարազատ եղբայրների, ինչի մասն է խոսքը։ Ընդ որում մի սուլթան Այսինքն դնում էր մորթում էր։ Դնում մորթում են իր եղբայրներին։ Ընդ որում Ինչու՞։ Ինչու՞, որովհետև այդ մենք վերեցինք դրանց փորձեցինք համատել Կանտի, Ֆոյերբախի, Շուբերտի, Շումանի, Բախի հայրենիքի հետ համատելու ոչինչ չկա։ Առաջավոր այսա հացած այդ վաճկատուն ցեղերը դրանք ունեն մեկ նպատակ։ Հնարավոր բոլոր ոչրագործություններով բացել ճանապարհը իրենց արևիտակ տեղ ունենալու համար եւ այդ ճանապարհին հայկական էթնոսը կալասը կրեց ամենադաժանագույն հարվածը։ Ես մի օրինակ էլ բերեմ այդ թուրքական հետաքրքիր պատմությունից, բավական հետաքրքիր սուլթաններից մեկին, որը շատ կարճ, այսպես ասած, իր կյանքի երկրային շարունակեց, երբ որ եկան, որ նրան տեղեկացնեն, որ ինքը դարձել է սուլթան խարդավանքների շնորհիվ, նույնիսկ մայրն էր մասնակցել, նա վանդակի մեջ էր ապրում։ Նա վանդակի մեջ ընդ որում վանդակի կողպեկը ներսից իր ձեռքն էր։ Մարդը վախենում էր, երբ որ իրենք ասեն դու ես հիմա սուլթան դառը, մտածում էր եկել են իրեն էլ սպանեն։ Թուրքերը սրանք են։ Թուրքերի մասին մենք պետք է խոսենք, գիտեք, մի կարևոր հարց կա։ Թուրքական, այսպես ասած, այդ ուխտադրուժ, դավադիր, հանցագործ, մարդասպան էթնոսի հետ կապված մեր հայկական նաև որոշակի շրջաններ հիմնականում բիզնեսով զբաղվող նրանք մտնում են դե թուրքերի հետ առևտուր են կարել թուրքերի հետ կարելի լավ առուտ անել թուրքը իրենց լեզվով ասած նիսի ապրանքա տալիս հետևիցից չի վազում այսպես այս մարդիկ չեն հասկանում մեկ բան թուրքական ցանկացած գործարար այդ ապառիկով վճար, այսինքն միսիայով վճար, երբ որ առաջարկում է, որ հայ գործարարը նա պետությունից դոտացիաներ ունի, պետությունը խնդիր ունի, պետությունը ստրատեգիական ճյուղային կառուցվածքները առաջ տանելու խնդիր, եւ այդ իմաստով թուրքական տեքստիլը սփռվել է եւ զավթել է հարևան բոլոր պետությունները։ Ինչի Սիրիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Հայաստանում, Վրաստանում, Իրաքում տեքստիլ արդյունաբերություն չկա։ Պարոն կոմենդատոր, մի քիչ ավելի պարզ, եթե խոսենք, ես Արտակ Մուրադյանը սաձը ունեմ Թուրքիայում։ Տեքստ բան եմ, շոր եմ արտադրում, կարում եմ ծախնում։ Ես դուք եկել եք Հայաստանից, բիզնեսմեն եք, ասում եք դու ապրանքը տանեմ Հայաստան ծախեմ, փողը տամ։ Ես նիսյա տալիս եմ ձեզ, Թուրքիանից դրա համար պետությունը փող է տալի։ Պետությունը փող է տալիս, պետությունը բացի փողը, պետությունը հարկերը արկախում է Արկերը արկախում։ Ընդ որում հետաքրքիր տարբերություն։ Բայց չափազանց հետաքրքիր ու բանով sense դա մոտիվացված ծրագիր է։ Փոքր միջին բիզնես դու չես սպանում, հակառակը խրախուսում։ Խրախուսում ես։ Ես ես մի քիչ տնտեսագիտական շրջակը սարքել են 10։ Ես ես տնտեսագիտական թվեր եմ ցանկանում որոշակի կարճ ասել, որովհետեւ մարդիկ նաև հասկանան։ Թուրքիայի տնտեսության 97% ձեռնարկությունների փոքր միջին ձեռնարկություններն 97%։ Եվ այդ 97%-ի մեջ մոտավորապես 87%-ը տալիս են Թուրքիայի հնայի մոտավորապես 80%-ը։ Սա ինչ նշանակում է, սա որ պետությունը այդ փոքր մանր ձեռնարկություններին տալիս է բոլոր հնարավոր պրեֆերենցիաները, բոլոր հնարավոր օժանդակությունները, պետությունը նեցուկ է լինում։ Թուրքիայում կարելի է այդ փոքր մանր ձեռնարկությունները պետության կողմից վարկերի հետ կապված ստանում են արտոնյալ վարկեր, անտոկոս վարկեր են ստանում։ Պատկերացնում եք անտոկոս վարկեր են ստանում։ Այդ մոդելը ինչ չեն կարող ստեղ անել։ Այդ մոդելը այստեղ չեն կարող անել, որովհետև այդ մոդելը կատարելու համար պետք է նախ ունել տնտեսագիտական միտք, կոնկրետ Հայաստանի Հանրապետություն ներկա վարչախմբի տնտեսական բլոկը այդ տնտեսական միտքը չունի։ Ու քիչ լափել։ Լափելու հետ կապված հարցը գիտեք որն է,
գիտեք, երբ որ դու փակում ես պրոգրեսի ճանապարհը, դու լավ են, չլավ են, դա այլ հարց է։ Երբ որ դու փակում ես պրոգրեսի ճանապարհ, երբ որ դու հայկական տնտեսվարողին դնում ես առավել անհավասար դիրքում, բնականաբար հայկական տնտեսվարողը մնում է երկու ճանապարհ։ Ճանապարհներից առաջինը, որ ես իհարկե չեմ ընդունում, դա ստվերային շրջանառությունն է, նա ստվեր է գնում, բնականաբար ստվերային շրջանառությունը ենթադրում է կոռուպցիոն, բազմաթիվ շղթաներ եւ ռիսկեր։ Երկրորդը, որ ամենակարևորն է, հայկական նախաձեռնող արտադրողը, հայկական նախաձեռնող տնտեսվարողը բռնում է արտագաղթի ճանապարհը։ Բռնեց արտագաղթի ճանապարհը, այո, դա ինչ նշանակում։ Նա իր հետ տանում է իր ընտանիքը տանուլից հետո ինչ է մեր հայկական բանակը ապագայում չունենալ համալրման իրական հնարավորություն։ Այսինքն այդ մոդելի բացակայության հիմնական խնդիրը մեր սրանց տգիտությունն է, այսօրվա կառավարությունների տգիտությունն է։ Ոչ, տգիտություն չի սա։ Բա ի՞նչ է, միտումնավոր։ Սա միտումնավոր է, սա կանխամտածված է, սա դիտավորյալ է, ընդ որում ես դες մի հետաքրքիր բան ասեմ։ Ինձ թվում է երկուսն իրար հետ է։ Հավանաբար հետաքրքիր մի երևույթ կա։ Մարդիկ գալիս են, խոստանում են, որ այս առաջնահերթություններն ենք տալու, սա ենք տալու, չէ։ Գնում են իրենց կաբինետներում, երկնում են, եւ այդ իրանց սար երկնելու, փիղ երկնելու իրենց ամբողջ process ավարտում, որ հաջորդ օրը հայտարարում են, որ եւ հարկերն են բարձրանում եւ վճարն է բարձր։ Իսկ ինչ է նշանակում բարձր հարկերը։ Բարձր հարկերը նշանակում է առաջին հերթին բարձր գներ։ Այո, բարձր գներ, իսկ բարձր գները ինչ է նշանակում։ Բարձր գները նշանակում են բյուջետային մուտքեր ավելի շատ եւ կարող եք դուք ինձ հարցնել, բայց վատ բան է բյուջետային մուտքը, թող շատ գա, բայց այս բյուջետային մուտքը լավ կլներ այն դեպքում, եւ իրականացվեն ենթակառուցվածքային մեծ փոփոխություններ, կառուցվածքային փոփոխություն, ինովացիոն, որովհետեւ Հայաստանի Հանրապետություն հորիզոնական զարգացման հնարավորությունը այլևս սպառված է։ Հայաստանի Հանրապետություն տեխնիկական պաշարը, սարքերը, մեքենաշինական այդ ամբողջ պաշարը նա հին է, բարոյապես մաշված է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Կամենդատյան, 413 միլիարդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին եք դուք խոսել։ Ես ինչ թիվա խնդրում եմ ասել։ Նայեք, երբ որ մենք դիտարկում ենք հարցը տնտեսագիտական, ֆինանսական տեսանկյունից, մենք դիտարկում ենք հետևյալ կերպ. յուրաքանչյուր պարտք չի նշանակում, որ պարտքը չի աճում։ Եվ եթե մենք հիմք դնենք պարտքի այդ աճի հետ կապված մեր որոշման մեջ դրա տակ դնենք որոշակի թիվ, եթե ոնց է յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ տնտեսական օրենքները աշխատում են եւ տնտեսական օրենքներից մեկը դա նաեւ շրջանառու միջոցների հետ կապված ծախսերն են։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եթե Թուրքիան ապացուցված է, որ մեզ կոնկրետ այսքան գումար պարտք է եղել, 110 տարի շարունակ Թուրքիան այս գումարը մեզ չի վճարել։ Չի վճարել, քավլեցի։ Հիմա մենք դրա պոչը բռնում ենք, ասենց ասած ժողովրդական ասած, գնալու ենք դրա հետևից եւ Թուրքիային պետք է առաջադրենք ոչ միայն այդ գումարները, Թուրքիային պետք է առաջադրենք նաև այդ գումարների ծախսերը, այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը կամ որևէ այլ սուբյեկտ այս գումարը ունենար, չէ, նա կարող էր որևիցե տեղ ներդնել, արժեթղթերում, պարտատոմսերում, ինչ որ էկոնոմիկայի մեջ կամ այդ մեգա նախագծերի մեջ եւ ստանալ որոշակի տոկոսադրույքներ։ Որպեսզի այս կոմենտում չգնանք, մենք հիմք ենք վերցրել ամերիկյան դաշնային պահուստի ռեզերվային այդ կառույցի տոկոսադրույքները, ուսումնասիրել ենք վերջին 110 տարվա համար, ընդ որում հետաքրքիր մի բան կա, 1913 թվականն է ստեղծվել դաշնային այդ ռեզերվային կառուցվածքը եւ այս թվերը բոլորը կա։
Հիմա մենք դա հանել ենք, նա տատանվել է, առանձին տարիներին, պատերազմի տարիներին, երկրորդ համաշխարհին, նա բավականին ցածր է, մոտավորապես 1.5%, որտեղ պետությանը էժան փող էր պետք, որպեսզի նա ֆինանսավորեր պատերազմը, հետագա տարիներին, 80-ական թվականներին նա բավականին բարձր, մինչև 20%։ Հիմա նա տատանվում է այդ տոկոսադրույքը վերաֆինանսավորման, այսինքն որ պետություն բանկերին փող է տալիս։ Տատանը մոտավորապես 4.5-ից 5% սահմաններում, չէ՞, եւ այս գումարը մենք հաշվարկել ենք, բնականաբար մեծ խելք պետք չէ եւ հմտություն պետք չէ, տոկոսադրույքը երկու բար տոկոսել չենք հաշվել, տոկոսները եւ հաշվել ենք այս գումարը կազմել է 765-ից միջև բարձրացել է գումարը 413 միլիարդ եվրո։ Այս գումարը ռեալ գումար է, այս գումարը նրանք պարտավորել են, ընդ որում Թուրքիայի համար դա ահռելի մեծ գումար չէ, որտեղ թուրքական բյուջեն մոտավորապես 820 միլիարդ դոլար է, այս մարդիկ իրենց սպանությունների, ոչրագործությունների ունեզրկման համար պարտավոր են վճարել եւ պարտավոր են վճարել դա իրենց բյուջեի ընդհանուր կեսը։ Մեզ են տալու։ Ինչպես 413 միլիարդը։ Այո։ Եվրոն ում են վճարել, ում են։ Դա պետք է տան հավանաբար իմ կարծիքով ճիշտ կլինի, որ դա տրվի որոշ միջազգային ֆոնդերի, օրինակ խեչ ֆոնդի, ապահովական խոշոր ֆոնդեր կան, եւ այդ խեչ ֆոնդերը նրանք եւ այդ գումարի մեծ մասը որ չի սպառվելու, միանգամից չի սպառվելու, նրանք կտեղավորեն եկամտաբեր նախագծերում, մեգա նախագծերում, իսկ նրանց հետ միասին Հայաստանի Հանրապետությունը կսկսի հավանաբար այդ աշխատանքը եւ դրսում է Սփյուռքի կառույցները կսկսեն այս աշխատանքները։ Շատ բարի։ Երկրորդ դուք նշել եք, որ երկրորդ համաշխարհայինից հետո ԽՍՀՄ բան ունի, տարածքային պահանջներ ունի ընդդեմ Թուրքիայի։ Այս ինչ թեմա է, սա որքանով առեալ։ Այս թեման նայ, թմեթը անցել է 60 տարի, 80 տարի եւ թեմաները հանգել են։ Դրանց սիրուն թեմաներ եք ասեն զորակարգ բերում, բայց դրանց իրատեսականությունն է ուզում։ Սպասեք։ Թմեթես 80 տարին բավարար է որ ամեն ինչ մոռանան, ամեն ինչ այսպես ասած դրադրաների փոշի նստի, գրքերի վրա, որոշումների վրա, թեմաների վրա, թղթերի վրա, իրականում մենք Հայաստանում նույնիսկ երկու օր քննարկում ենք ինչ-որ գերմանական գլխավոր շտաբի իբր թե գաղտնի որոշում Արցրուն անունը մեկը կա, այն որ ախր մենք ենք մեղավոր, ինչ ենք փոփ քննարկում է։ Չէ։ Ինչ ուզեն դու ով ուզի դուրս կտա։ Չէ, ամբողջ հարցը գիտեք որն է։ Ես այդ համատեքստում եմ ասում, թեմաները կան, թեմաները հետաքրքիր են, եւ մենք պետք է թեմաների ետևից գնանք, ոչ թե Արցունանման անձնավորությունները։ Ամբողջ հարցը սա է։ Իսկ թեման հետևյալն է, որ 41 թվականին եւ հատկապես 42 թվականին, երբ գերմանացիները դուրս եկան Վոլգա, այդ ժամանակ թուրքական կառավարությունը որդեգել էր մի քաղաքականություն, որ նա մոտավորապես 1 միլիոն 200,000 զինվոր բերեց կուտակեց Հայաստանի եւ Վրաստանի սահմաններին։ Նրանք փորձ չէին անում, նրանք վստահ եղեք, նրանք անցնելու են սահմանը Ստալինգրադի հնարավոր ջախջախման դեպքում, հանձնման դեպքում նրանք անցնելու սահմանը եւ նրանց ցանկությունը դեպի այդ Կովկասյան լեռներ միջև Կովկասյան լեռներում նրանց այսպես ասած դավանակից ազգերին հասնելու ցանկությունը հստակ ամրագրված էր 1,200,000 զինվոր կանգնած էր մեծ սահմաններում։ Հիմա նայեք, պատերազմից հետո արդեն նույնիսկ պատերազմի վերջում 45 թվականի մարտին կանչեցին Սարպեր անունով թուրքական դեսպանին Մոլոտովի մոտ։ Եվ ռուսները սկսեցին խորհրդային ժողովուրդը սկսեց խորհրդային իշխանությունը սկսեցին թուրքերին մշակել։ Թուրքերին մշակել, որ դուք այսպես, հիմա թուրքերը դրանից հետո հասկացան, որ այսպես ասած գործը բավականին բարդանում է։ Իհարկե, այս խոսակցությունները շարունակվեցին հունիսին շարունակվեցին եւ արդեն շարունակվեցին Պոզդամի կոնֆերանսում, ընդ որում Պոզդամի կոնֆերանսում սովետական կողմը Արևելքի հետ կապված երկու հիմնական հարցեր բարձրացում, դա նեղուցների հարցն էր, Մոնտրեյի պայմանագիրը, որ Թուրքիային զրկելու էին, այդ նեղուցները վերահսկելու նույնիսկ տեսական հնարավորությունից։ Եվ երկրորդը դա Հայաստանի եւ Վրաստանի տարածքների հետ կապված հարցեր է։ Ընդ որում սովետական կողմը պատրաստում է մոտավորապես 50,000 քառակուսի կիլոմետր Թուրքիայից վերցնելի է, որովհետեւ սովետական կողմը Ստալինը կոնկրետ կա վրացի պատմաբան Բեկչերիձեի զրույցը նրա հետ կենթանության օրոք Ստալինը նշում է որ դա 1877-1870 թվականների
ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն են ընդհանրապես վերականգնում եւ դրանով նա փաստորեն Բրեստ-Լիտովսկի այդ խայտարակությունը եւ այդ կարմիրը Ռուսաստանը սատանա Լենինի այսպես ջանքերով քեմալիստերին օգնեց եւ նրանք ոտքի կանգնեցին Ստալինը ասում է որ մենք ընդհանրապես վերականգնելու ենք Սան Ստեֆանոյի այդ պայմանագրի դրույթները այդ պայմանագրի դրույթներով Հայաստանն ասում է մոտապես 28000 քառակուսի կիլոմետր Վրաստանն ասում է մոտապես 20-22000 կիլոմետր ընդ որում այստեղ հետաքրքիր մի պահ կա Թուրքերը իրենց ճարպիկ դիվանագիտական հնարքով նրանք իհարկե ճարպիկ դիվանագետներ դա մասին կարելի է այսպես կասկածներ չունենալ թուրքերը մի անգամից դարձան ՆԱՏՕ-ի անդամ մի անգամից բռնեցին այդ արմենիական դաշնակիցների ձեռքը արմենիական դաշնակիցներն էլ որոնց մենք հիմա կարծես նորից իբր թե հավատում ենք մոռանալով պատմական իրողությունները մի անգամից սկսեցին սովետական միության նկատմամբ որոշակի պրեսինգ անել եւ իհարկե պրեսինգի հիմնական անկյունակային հարցը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այդ միջուկային զենքի կիրառումը սպառնալիքներ Ստալինը Մոլոտովը այդ միջուկային զենքի սպառնալիքից ընդհանրապես ետ կանգնեցին բայց ամեն ինչ ծրագրավորել փայլուն Հայաստանում կային մարդիկ կուսակցական աշխատանք որոնք արդեն իսկ նշանակվել էին Վանի կենտկոմի քարտուղար, Էրզրումի կենտկոմի քարտուղար, Կարսի կենտկոմի քարտուղար։ Իսկ սովետական զորքերն էլ գտնվում էին արդեն մոտապես հավասարակշռություն կար, մոտապես 600,000 սովետական զորք կար։ Հիմա տեսեք, շատ արագ անցավ դեպի եթերային ժամանակը, ուզում եմ այսօրվա օրակարգից էլ մի քանի բան խոսենք։ Այսօր Հայաստանի կառավարիչները Սենց իրանց կոտորում են, որ թուրքերի հետ ախպերություն անեն, խաղաղություն լինի, մեծ առումով ցանկությունը վատ բան չի, բայց համիդներն ու երիտ թուրքերը մեզ կոտորեցին ուղիղ։ Էրդողանն է հիմա Թուրքիայի ղեկավարը։ Էրդողանն էլ բացահայտ ասում անես չի որ ասում ότι հայերը լինեն կամ եւ այլն։ Կամ կարող է փոխվել Էրդողանը հիմա լավ թուրք է, պարոն Կամենդացյան, դրա համար են սրանք։ Ես ձեզ կարող եմ պատմական Ընդհանրապես թուրքի լավը լինում է։ Պատմական օրինակ եմ ընդհանրապես ցանկանում բերել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Երզնկայի գավառում թուրք ասպատակիչներից մեկը, որը իբր թե արաբական գերիշխանության տակ կրվող, այսպես ասած, թուրքական բանակի հրամանատար էր, մոտավորապես 10-12,000 հայերի գերի են վերցրել եւ քշում են ստրկության շուկաները։ Պատկերացնում եք 2 մետրանոց Յուսուֆ է կարծում դրա անունը եղել, թե Բուղա է եղել, այդ սրիկայի անունը 2 մետրանոց հոր է կտրել տվել ու կարգադրել է հրամայել է որպեսզի հայերին մորթեն այդ հորը լցնեն, որ այդ հորի մեջ ինքը լողանա, որ այդ արյունից կշտանա։ Ինչի մասն է խոսքը։ Կամ ցանկացած հայ, ով հիմա այս նման մտայնություն ունի, չէ, այս մարդուն ընդհանուր Դադարյանի գիրք կա։ Դադարյանի գիրքը թող վերցնի կարդա, կամ ես ուրիշ բան չեմ ասում։ Ընդհանրապես հիշի, փորձի կարդալ, որից դեռ իմանալ, հետո հայերը դերձորում ինչպես էին հասել։ Հայերի այդ մոտավորապես 300-400 հոգանոց հազարանոց մանուկները, որ Անատոլիայում թափառում էին, սովից, հիվանդություններից, զրկանքներից, երբ որ քրդերը, Համիդեի ջոկատները, թուրքերը, երբ որ գողանում են կանացի կամ երեխաների գողանում, սրախոխողն է մեր ամբողջ ինտելիգենցիան, մարդիկ ովքեր Թալիա թե Տենվերի հետ թե են խմում, զորաբի գլուխը ջարդեցին։ Ինչի մասն է խոսքը։ Հա դե հիմա ինչքան իրար հետ տենց թշնամի մնանք է։ Չէ, նայեք։ Էժան լոլիկը կբերենք, դա պամիդոր վարունգը կուտենք, արևտուրք անեն լիսի ապրանքը կտան, մեկ-մեկ քիշները կարող է մորթեն կամ կանանց բռնաբարեն, հետո մորթեն։ Ամբողջ հարցին պետք է նայեք նաև ես որպես տնտեսագետ եմ հարցին փորձում մոտենալ նաև։
թուրքական առևտուրը, Թուրքիայի առևտուրը ոտից գլուխ $250 միլիոն առևտուր է։ Ընդ որում 2020 թվականին, եթե չեմ սխալվում, մտցվեց հատուկ կարգավորում, որ թուրքական ապրանքները 6 ամսով Հայաստան չէին ներկրվելու։ Այս ժամանակ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը իջավ մոտավորապես 70 միլիոն։ Երկրների միջև ապրանքաշրջանառության դա ծիծաղելի զգալիցի զրոյական թիվ է։ Ինչ եղավ, Հայաստանը կործանվեց։ Թուրքիայի հետ համագործակցություն մեզ ոչ պետք է, ոչ է։ Ես մի հետաքրքիր բան ասեմ այդ տնտեսական բնույթի 2002 թվականին, երբ որ Հայաստանը առևտրի համաշխարհային միությանը պետք է միանար, Թուրքիան 13-րդ հոդվածով հրաժարվեց, սկանդալը դա։ Սկանդալը ազատ առևտրի կազմակերպությունը համաշխարհային ասեց, ես Հայաստանի հետ ոչ մի առևտուր չեմ անելու։ Հայաստանի սահմանները չեմ բացելու։ Դա ինչի համար արվեց։ Այդ թուրքերը մեր արևը չեն խնդում։ Թուրքերը միշտ հարմար առիթ են սպասել, որովհետեւ հայկական էթնոսը վերացնեն, Հայաստանը վերացնեն եւ հայկական ժողովուրդը, հայ ժողովուրդը բնաջնջեն։ Մի օրինակ եմ բերում։ Ամենաջախջախված վիճակը նույնիսկ քեմալիստները, երբ որ կռիվ էին տալու հույների հետ, իհարկե դաշնակիցը Լենինի հետ միասին հաջողեցին այդ գործում, նրանք մտան այդ նորաստեղծ հայկական պետությունը առաջին հանրապետություն Ալեքսանդրապոլը գրավեցին 2 անգամ։ Այդ 2 անգամ գրավելու ընթացքում մոտավորապես 250,000 հայ կոտորեցին։ Դե հա, բայց մեր աշխելքից այդ մենակ թուրքերի հաջողության բանը չէ։ Այստեղ գիտեք ռազմական հանճարը չէ, էլի մեր ապուշ, մեր ապիկար ղեկավարների խելքից։ Խնդիրը գիտեք որն է, պատմության մեջ մենք պետք է փորձենք գտնել եւ ռացիոնալ հատիկը, եւ հասկանանք մեր սխալները, եւ հասկանանք հա հասկացել է, հեսա մայիսն է, մայիսյան փառապանց օրերն են։ Մի քանի օրից առաջին հանրապետության Արամ Մանուկյանի ու ասենք ընդհանրապես խոսում են, այստեղ արդեն չեմ դիմանում, էլի արցախցին կռվողջի։ Բայ խելոքներ, այդ փիրումովները որտեղից են, որ Սարդարապատում կռվում էին։ Այդ գունդը որտեղից էր, այդ տխմարներ, այդ այնց խոսացողներ։ Բանը գիտեք ինչի մեջ է։ Այսքան տգետ կարելի է լինել, ասենք։ Երևի ճիշտ է, ախր խայտարակությունն է, որ համ տգետ են, համ դավաճան են։ Ես կասեմ երկուսը միասին։ Եվ դրան հետ միասին Նշտեի Անդրանիկի նման տղեկին տանեն կանգնեցնել, որ երկաթգիծ պահեն, հա։ Պարոնայք Նազարբեկովները։ Դե չի կարելի, էլի։ Ու Նազարբեկովի հետ կապված այնտեղ, գիտեք, պատմության, երբ որ ուրիշ հրամանում էր։ Հա, նա ուրիշ հրամանում։ Հա, բայց խնդրեք, որտեղից սկսվեց։ Մի միացնից արդեն բոլորը բան էին եղել, համակերպվել էին։ Հանց դեն Երևանը եւ այլն։ Սարդարապատը, հիմա տեսեք Սարդարապատը որտեղ է։ Պետք է պարզ մարդկանց բացատրել, ի վերջո կան այդ մարդիկ։ Այդ Ջանգիր աղաները, որ ասում են այդպես եւ այլն, ախր չի կարելի, չէ՞։ Այո, եզդիներն են կռվել։ Այո, մեր կողմերին ո՞նց են կռվել։ Ախր մենակ խոսելով ոչի, ասենք, ինչ ասես կարան խոսան։ Հերա գնում են ամեն 5 շաբթի թքում են իրար վրա, առանց գեդինը մտնելու դուք հայ եք, հայ եք դե։ Մեր պարլամենտն եք, մեր ընտրանին եք, ամսարը կասել մեր երեսփոխաններ։ Ամեն 5 շաբթի համար ես մի ձեր ասացին, ես ասած ավելացնեմ մի պլաստ նայեմ, մի շերտ եւս։ Կառավարության նիստի ժամանակ այդ հայտնի անձնավորությունը 40-50 հոգի տղամարդկանց հասուն տարիքի տարբեր բնակավարներում հաջողած կամ շատ կամ քիչ, ասում են մենք բոլորս տգետ ենք։ Ինչի՞ մասնախոսք։ Այ կներեք մի քիչ եթե էմոցիոնալ, պարոն Կոմենդանտյան, բայց պետքա խոսել էլի այն մասին, որովհետև այսօր, այո, կրթական համակարգն են ամորձատել, կրտել, ինչպես կուզեք, որովհետև սերունդը մեծանում, որը տեղյակ չի, բացարձակ տեղյակ չի, մարդկանց համար երևի իսկականից էլի 88-ից է կամ 91-ից է սկսում։ Էդ էլ չէ, 2018-ից սրանք Հայաստանի պատմություն։ Ձեզնից առաջ մարդ չի եղել, հա։ Այդ իրական եւ պատմական Հայաստանի դիսկուրսը, դա կեղծ դիսկուրս է, դա միտումնավոր ազդում է, հասկանում, մեկ ժամանակը գնում է, սերունդը մեծանում է, ինքս ապուշի պես նայում է վրետ, որ ասում ես 18 թվին անենց կռիվ ես տվել, աղջիկ ջան, տղա ջան։ Վանեցի կանայական են օգնել մերոնց, որ ազգային ժողովրդական պայքար էր, այո։
Ես ձեզ ասեմ, որ որտեղ որ ինքնապաշտպանական կռիվներ են մղվել, չէ, այդտեղ հայկական տարը փրկվել է։ Միանշանակ։ Բայց որտեղ որ հավատացել են թուրքական պետության այդ գայմագամների, տարատեսակ այդ աղաների, բեկերի խոստումներին, բոլորին տարել կոտորել են։ Վանում ինքնապաշտպանության մարտերը կազմակերպել են, փառավոր հայեր են կազմակերպել, փառավոր։ Ես վերջերս կարդացել եմ մեր նկարիչներից մեկի պատմությունները, պատկերացրեք, դա ժամանակին եղել է Վան ինքնապաշտպանության մեջ եւ հիանալի այն կարգի դեպքեր պատմում։ Հիմիկվա ժողովուրդը երիտասարդ չգիտի, որ Իսահակյանը այդ հայ դատի գրիժառուների Նեմեսիսի կազմակերպիչներից եւ կոնկրետ գործ իրականացնողներից մեկն է։ Մոդերից մեկն է, էլի։ Շան Նաթալի Իսահակյանը։ Շան, ինքը պատկերացնում եք այս անձնավորությունը, մենք սովոր ենք որ Իսահակյանը դա քնարական այս երկհասացության ոտանավորների հետ կապված է, բայց իրական չի, այո, ճիշտ եք ասում, բայց այն հերոսական էջերը պետք է էլի, ասինքն ես մի բանի վրա եմ էլի բանանում, ասենք ինչու պետքա հիշել, հա, էլի պետքա հիշել, անարգել, որ Մերիկ Ֆրանգյուլներ եղել են, տերավետիստներ եղել են, Հալիձորի դարպասներ բացող, բայց ցավները տանեմ, կողքերը Դավիթ Բեկ են եղել։ Մխիթար Սպապետ, Ավան Յուզբաշի, այդ ցավ ոնց թե Վարդան ա եղել, Վասակ ա եղել, Վասակ դո հենց Վասակ էլ ա եղել, Վահան էլ ա եղել, հասկանում եք, ասենք մարդիկ են եղել, ովքեր ում շնորհիվ Պապ թագավոր ա եղել, որը ներսես մեծի այդ Զիրավի ճակատամարտ ա կրել։ Ախր ինչի՞ եք պարակ դուզ այդ կռիսական այդ վատ դեղին են կեղտոտ լրագրողական բաները մերում մցնում, էլի։ Կամ չի կարելի հաջողակ պատմությունները ներկայացնել, որ մարդ փառավորվի։ Ոչ թե դեր ստրիկաներին ցույց տակ, կամ չգիտեմ ձեր հիմար ժամանակի հերոսներին, այլ Հենրիկ Մխիթարյան ցույց տակ, որ ձեր շնորհիվ այսօր չի խաղում ազգային հավաքականում։ Լևոն Արոնյան ցույց տակ, Եզակի դեմ, որ ձեր հիմարության շնորհիվ գնաց Ամերիկայի դրոշն է զարդարում։ Ես ձեզ մի բաղադրիչ եմ պատմական ուզում պատմեմ, Մելիք Ֆրանգյուլի հետ կապված, Դավիթ Բեկին երբ որ զեկուցում որ դրան ձերբակալել են բռնեն, ասում է դրան հանձնարեք, թող աշտարակի մեջ գցեն, ասում է դրան ասեք, որ 10 օր շարունակ պետք է ասեի փառք լուսավոր չարքահան կրոնին, վայ իսլամին, այսպես ասած։ 10 օր այդ բացականչությունները, գոռոցները, նրա այդ խեղճացած այդ ձայնը, այս ամբողջ այդ գյուղերով լսելություն եղել, 10 օր հետո մտածել է, որ իրեն պիտի ներեն, 10 օր հետո Դավիթ Բեկը հանձնել, որ դրան գլխատեն, վերջ։ Թշնամին Դավեճյանը պիտի իր պատիժը ստանա, ընդ որում մոռացված գերեզմանի տեսքով նաև, քարի կույտերի ձևով, նա որովհետև գերեզմանից դուրս են, հանրային գերեզմանից դուրս են։ Այո, այնա Գինոչյանի հայտնի տեսալովակը որ պատտվում է։ Այո, գնում են եւ միզում են այդ գերեզմանին ու լավ են անում։ Դե անարգեն, որ սերունդները հիշեն։ Պարոն Կոմենդանտյան, որն է ելքը ըստ էության փորձենք հասկանալ, էլի, առհասարակ մենք սրանք գուցե բաղադրիչներ են, որոնցով հնարավոր է ճնշել այո 80 միլիոնանոց Թուրքիային տարբեր կոմպոնենտներով, հա, տարբեր ասպեկտներում, եւ տնտեսապես հզոր բանակ ունենալով նաեւ ստիպել հավասարի հետ խոսել։ Ինչ անել եւ դրանից հետո նաեւ բլից հարցումների ֆորմատ կա ու ավարտենք։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Միակ ճանապարհը դա հզոր տնտեսությունն է։ Միակ ճանապարհը։ Մենք պետք է ապավինենք մեզ ներկա պատերազմները, դրանք տեխնոլոգիայի, ինովացիոն հրաշքների ճանապարհ են։ Այս ճանապարհը մեզ տանում է բարձր զարգացած զրահատանկային տեխնիկա, տանում է այդ անօթաչուների տեխնիկա, բազմաթիվ լուծումներ կան, բազմաթիվ լուծում, դրանց միակ հնարավոր դոնորը զարկերակը փողն է,
Փողը դա տնտեսությունն է եւ տնտեսության մեջ պետք է լինի մեր հաջողության գրավականը։ Ներկա վարչախմբի տնտեսական ամբողջ բլոկը եւ վարչախմբի ղեկավարը դրանք վարում են Հայաստանում արդյունաբերության վերացման քայքայման քաղաքականություն։ Նրանց հիմնական նպատակը դա Հայաստանում ծառայությունների եւ առևտրի ոլորտի վրա հենված տնտեսությունն է։ Նման տնտեսությունով դու բանակ չես ունենա, դու չես ունենա համապարփակ անվտանգություն եւ չես ունենա պաշտպանական բնագծեր։ Միայն տնտեսության մեջ է ամբողջը։ Տնտեսության մեջ է Հայաստանի հաղթանակը։ Հասկացա։ Դուք էլ փողը ցույց տվեցիք որտեղից կարելի է նայել ներել։ Ահա։ Հիմա մի քանի բլից հարց, որոնք ձեզ ավելի ընդգրկուն կբացահայտեն ու ավարտենք։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը դա գիտեք, հայրենիքը դա մեր հուշերն է։ Հայրենիքը դա մեր հպարտությունն է։ Հայրենիքը դա Սելևկիա քաղաք հասած Տիգրան մեր աշխարհակալի բանակի մասին լուրն է, պատմությունն է։ Հայկական պետությունը 3-4 պետություններից զատ աշխարհի ամենահին պետություններից մեկն է։ Մենք ժամանակակից ենք եղել Հռոմի հետ։ Մեր ժամանակակից Ասորստանը կորել է պատմության մեջ։ Հայաստանը գիտեք որն է, Հայաստանը եւ Տիգրանն է, եւ Արտաշես աշխարհակալն է։ Հայաստանի մեջ եւ Մարշալ Մյուրատն է, որ Ղարաբաղից է ծնվել եւ ֆրանսիական բանակի մարշալներից մեկն էր։ Նապոլեոնի անիրձակն էր։ Պատկերացնում եք։ Այդ մարդիկ են Հայաստանը Բաղրամյանն է, Հայաստանը Խամփելյան, Լևոններին է թագավորների։ Լևոնների թագավորության, ես ձեզ մի բան ասեմ, մի օրինակ բերեմ, բավական հետաքրքիր օրինակ։ 1198 թվականին, երբ որ թագադրվեց Լևոն II-ը Կիլիկիայում, ուրեմն նրան թագադրման թագ էին ուղարկել երկու աշխարհականներ՝ Բյուզանդիայի Հովհաննես կայսրը եւ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը։ Սա նշանակում է նրանք նրան հավասար են ընդունում։ Նրան ընդունում են իրենց եղբայրական արքայական։ Ու ինչ արեց Լևոն II-ը իրենց դարի լավագույն հզոր դեմքերից մեկն է, ընդ որում Լևոնի ժամանակ նա համագործակցել է առասպելական անգլիական թագավոր հետ։ Ռիչարդ Արուցասիրտետը համագործակցել։ Կիպրոսը գրավել են անգլիական եւ հայկական զորքերը։ Ֆանտաստիկ դեմքեր ու բացի շինարարական պետության կառուցման տաղանդից նաև եզակի դիվանագետ, տնտեսագետ գուցե։ Եզակի դիվանագետ, որովհետեւ նայեք, Իկոնիայի սուլթանության խեղճացումը հզորագույն դա մի պետություն էր մամլուկների, հայերն կործանեցին։ Հայկական գործոնը պահում էր Բոհեմոնդին իր գահի վրա Անտիոքում, նա պահում էր լատինական մնացած պետություններին։ Լևոնից հետո մոտավորապես 100 տարի նրա ժառանգները դեռևս Լևոնի ձեռնարկած աշխարհակական այդ հաջողության ոնց որ տոկոսներն էին ստանում։ Բայց ինչ արեցին ֆրանսիացիները Կիլիկիայում։ Ֆրանսիացիները Կիլիկիայի ֆրանսիացիները բլից չի։ Հա, ֆրանսիացիները Կիլիկիայում դավաճանեցին, եւ դա նրանց մոտ առաջի դեպքը չէ։ Ֆրանսիական լատինամոլ ասպետները բազմիցս հայկական գյուղերում, հայկական նույն այդ մարզերում, հայկական բերդերում բազմիցս համագործակցել են զանազան սելջուկների, թուրքերի, մամլուկների հետ, որտեղ ունեցել են իրենց նեղ արտահայտված շահ, որը ոչ միշտ է, որ քրիստոնեության հետ կապ ունի։ Հիմա զապետնիկները դες մեկնաբանություններում ջերմը կբարևեն։ Գիտեք, ամբողջ հարցերն է այդ զապետնիկների եւ արևելասերների այս հանույթը սա պետությունը քայքայելու, հանրություն քայքայելու ճանապարհներից մեկն է։ Ես մի օրինակ ձեզ բերեմ։ Ռուսաստանում 19-րդ դարի վերջում մի շարժում էր գոյացել, իրար ուտում էին սլավյանոֆիլերը եւ զապետնիկները։ Ինչ եղավ դրա վերջը։ Ռուսական պետությունը, որ 1613 թվականից գալիս է, կործանվեց։ Այդ կործանման հիմքերից մեկը այդ բախում էր հանրություն։ Մի անգամ այն ճիշտ է, պարակտումն է մեր հերանիցում, հնչակներ, դաշնակներ, չգիտեմ, էսյան, այս կողմ, այն կողմ, հիմա էլ նույն վիճակն է ու բազմաթիվ են օրինակները, որ օրհասական պահի միավորվել ենք, հաղթել ենք։ Միավորվելու ենք ու հաղթելու ենք։ Խնդրում եմ կարճ, պարոն Կամեդյան, հաջորդ հարցը բլից է, էլի, չնայած տարողունակ են։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։
Ես 10 տարի հետո ձեզ անկեղծ ասեմ, հույսերը, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու, բավականին սին հույսեր են։ Մեզ պետք է աշխատանքի 10 տարի, համառ աշխատանքի 10 տարի, համառ աշխատանքի 20 տարի եւ համանadar դրա պտուղները մենք կվաստակենք, միգուցե նույնիսկ մենք չտեսնենք, բայց դա կվաստակենք մեր սերունդներում, որովհետեւ հայկական երկրից մեկը մի շատ կարևոր խոսք ասում է, մի պապերն են շահել, հայրերը պահել։ Մենք պիտի գոնե այս երկրի հիմա պահենք, այս հիմա ինչ որ կան, այսպես մենք պետք է ճանապարհենք ու լցնենք աշխատանքի։ Միայն աշխատանքով հնարավոր կլինի Հայաստանի վերածնումը։ Շատ սիրուն երգ է։ Մեր պապերն են քեզ պահել։ Քեզ շահել մեր իրականում մենք շահել ենք։ Քեզ պահել։ Իրականում շահել ենք ու որդիկ իմ ջահել։ Իզուր չէ, մենք կռռները որ Թուրքիան որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ, թուրքերը պետություն չեն ճանաչում։ Խնդրեմ Սիրիայի օրինակը։ Ոչ միայն զերո խնդիր արևանների հետ։ Բոլորի հետ խնդրեմ։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 հրամանները կամ որոշումները որ կկայացնեիք։ Գիտեք, կառավարչական իմաստով ես բազմաթիվ եւ պետական եւ մասնավոր կառույցներում աշխատել եմ որպես ղեկավար։ Հարցերից ամենակարևորը դա համերաշխության հաստատումն է։ Հանրության մեջ, կորպորացիայի մեջ, կոլեկտիվի մեջ, նույնիսկ ընկերների մեջ։ Առաջին դա համերաշխության հաստատումն։ Առաջինը, երկրորդը դա պետք է լինի, գիտեք, ազգային կոմիսարների ինստիտուտը։ Okay։ Ազգային կոմիսարները ընդ որում դա պետք է լինեն տնտեսության կոմիսարները, ֆինանսերի կոմիսարները, արտաքին կոմիսարները եւ յուրաքանչյուր Հայաստանում 100 դրամ ներդրում ցանկացող անձը պետք է ունենա կոմիսար, որը նրա ձեռը բռնած այս Հայաստանի բոլոր կառույցները պետք է մատա ստեղծի բարենպաստ, գերբարենպաստ միջավայր։ Երրորդը դա Հայաստանի համատարած թվայնացումն է։ Համատարած թվայնացում։ Հասկացա։ Որ գիրքը մարդն իր կյանքում պետք է ձեզ անպայման կարդա։ Դե ես մոտավոր հաշվարկով մոտ 200,000 գիրք եմ կարդացել։ Լուրջ եք ասում։ Մոտավոր հաշվարկով մոտ 200,000, կարծում եմ լավագույն գրքերից մեկը Միշել Մոնտենի փորձերն են։ Միշել Մոնտենի փորձերը, ընդ որում Միշել Մոնտենի փորձերը 4 հատուր է։ 3-ը եւ 4-ը Հայաստանում թարգմանված չէ հայերեն։ Ես դա հայերեն թարգմանել եմ։ Իհարկե չեմ հրապարակել։ Բավականին գեղեցիկ հրապարակում կլինի։ Հավանաբար երկրորդը դա Պլուտարքոսն է։ Հավանաբար երկրորդը առավելապես նա մի գործ կա 7 իմաստունների զրույցը։ Սա շատ հիանալի գործ է եւ երրորդը եթե մենք փորձենք իմ կարծիքով ես ամենաշատը Առաքիլ Բաբախանյան եմ սիրում հայ գրողներից Լեոյի կարդալ, որովհետև Լեոյի հայերեն ոսկեղենիկ եւ լեզու որ ասում են, մեկ էլ հայկական եւ դյուրահավատություն եւ մեր բախտի հետ կապված թափ հայացք, կարծում միայն Լեոյի մոտ եմ ես գտնում պատասխանների շատերը։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Երջանիկ լինելը, գիտեք, մենք անցողիկ ենք։ Մեզ լավագույն մի հնարավորություն է տրվել, մեկ հնարավորություն է տրվել, որպեսզի երկրային կյանքում փորձենք Աստծո պատվիրաներից չշեղվել եւ չնահանջել։ Եթե մենք Աստծո պատվիրանները պահպանենք, մնացած այլ ջանք մեզ պետք չի։ Երջանկությունը դրա մեջ է։ Աստծուն տեսնեք, ինչ կասեք։ Ես չեմ ընդունում այդ հարցը, գիտեք ինչի։ Ինչի։ Որովհետեւ դա որոշակի եսասիրական աստառ է միշտ պարունակում։ Աստծո հետ ես ասելիք չունեմ։ Աստված կորոշի մեր հետ ինչ է կատարում։ Վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Ես չեմ վախենում, ձեզ անկեղծ ասեմ, որովհետեւ մոտավորապես 30 տարի արևելյան մարտարվեստներ ունեն զբաղվում։ Իսկ դա իր հետ բերում է զսպվածություն, անվախություն, քաջություն, սեփական ուժերը հասկանալու եւ դրա հետ միասին նաեւ հզորացում, որը բարության ամենակարևոր պաշտպանն է։ Բարդությունից չեք վախենում։ Բարձրությունից։ Բարձրությունից վախենում։ Օծերից։ Չէ։ Շնորհակալություն։ Ամեցեք։ Հետաքրքիր մեկնաբանությունների եւ պատասխանների համար։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Մեր հյուրն այսօր տնտեսագետ, Հայ ԱԿՎ միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։
Շնորհակալություն, որ մեր հարցազրույցը դիտեցիք եւ մեր ալիքին բաժանորդագրվեցիք։